Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր իսկապես շտապում եմ ներկայացնել իմ հյուրին հրաշալի երգչուհի։ Շատ հավատում եմ ես իր կատարումները, հայկական, ժողովրդական, էստրադային, գեղեցիկ երգերի գեղեցիկ կատարող երգչուհի Հռիփսիմե Հակոբյան։ Բարև ձեզ։ Բարև Հռիփսիմե։ Ո՞նց եք։ Լավ, համեցի նստիր։ Ես շատ լավ եմ, այն էլ որ դու ես այսօր իմ հյուրը, արտակարգ լավ եմ, Հռիփսիմե ջան, հիմա ես ուզում եմ իմանամ, բա դու ո՞նց ես։ Ես էլ եմ շատ լավ։ Ձեզ մոտ հյուր եմ, շատ հաճելի է, շատ ուրախ եմ։ Ապրես։ Ուրախ եմ, իսկապես ես էլ շատ ուրախ եմ, նոր էլ ասեցի, որ ես շատ շուտ բանից, վաղուց բանից ուզում էի, որ դու անպայման իմ հյուրը լինես, դու վերջապես հաջողես, որտեվ ձեզ էլ բռնացնել չի լինում, մեկստեղ եք Հայաստանում, եք բան։ Հռիփսիմե ջան, ես կուզենամ մի փոքր պատմես քո մասին։ Պատմեմ։ Հեսա շուտով կլրանա 20 տարի, որ բեմում եմ արդեն։ Այո։ Շուտով այդ տարիները այնպես արագ անցան, որ հետ ես նայում, ասում ես 20 տարի երգում եմ արդեն։ Փոքրուց երաժշտության մեջ եմ եղել, չնայած նրան, որ մեր ընտանիքում ոչ մեկ պրոֆեսիոնալ չի զբաղվել թե երգով, բայց մամաս փոքրուց միշտ էսպես մեր ականջին երգել է, շոյել է, քեռիներս երաժշտական գործիքներին են տիրապետում, հայրական կողմից պապիկս է դուդուկ նվագել, էսպես միշտ երաժշտությունը եղել է գեներում, Գեներ կան, հա, գեներ։ Այո, կան, բայց երբ որ այդ տարիներին մոտեցա ու ասեցի, որ ուզում եմ երգչուհի դառնալ, թե մաման, թե պապան իհարկե դեմ էին։ Ներեցեք մի փոքր վատ առողջ եմ այսօր։ Ու տատիկս է զբաղվել իմ մանկությունից, գաղտնի ինձ տարել է միշտ երգելու։ Ու այդպես էլ գաղտնի տարավ ու ընդունվեցի երգի պետական թատրոն։ Ահա, մեր ընկերոջ մոտ Արթուր Գրիգորյանի երջանկայի շատակ։ Հրաշք մարդու մոտ։ Մեծագույն ուսուցիչ, կյանքի ուսուցիչ կարելի է ասել առաջին հերթին։ Մարդ, լավ երգահան, լավ ընկեր, ինչ ասեմ, մենք շատ մոտ ենք եղել, շատ Այնքան մեծ է նրա ավանդը իմ կյանքում ու շատ մեծ կարոտ կա արդեն իսկ շատ։ Գիտես ի՞նչն է հետաքրքիր, ովքեր գալիս են իմ մոտ հարցազրույցի, հատկապես երգիչ-երգչուհիները։ Մեծ մասը կամ Նադեժդա Սարգսյանի կադրերն են, կամ Արթուր Գրիգորյանի, երկուսն էլ շատ լավ են։ Դա երկու մեծ դպրոցներ են ժամանակ։ Այո, երկու շատ մեծ դպրոց էր դա։ Այո։ Ուր որ գնում էին շահելով գալիս էին, մրցանակներ ստացած գալիս էին, թե Նադիայի սաները, թե Արթուրի սաները, մի խոսքով երկուսն էլ իմ լավ ընկերներն են եղել, ափսոս շատ շուտ հեռացան։ Հետո որակով կադրեր էին, չէ՞, այն ժամանակ։ Մեկ, օրինակ ձեր կուրսում ովքեր են եղել Արթուրի մոտ։ Ես այդ տարիներին մենք, ես, Ռազմիկ Ահամյան, Սարոն, այդ տարիներին շատ լավ երգիչ-երգչուհիներ ձևավորվեցին, որովհետև ես կխոսեմ իմ ուսուցչից, որ Արթուր Գրիգորիչը այսպես թևեր էր տալիս։ Եթե փոքր-ինչ տաղանդ նկատում էր երեխայի մեջ, ինքը ուղղակի քեզ ամեն կերպ այնպես էր անում, դու սավառն ես։ Ինքը քեզ ավելի էր բացահայտում, ավելի շատ ինքը մեզ ճանաչում էր, քան մենք ինքներս մեզ։ Այո, շատ մեծ գործ արել բոլորի կյանքում, շատ մեծ գործ արել։ Դե ձեր ընտանիքը բարձա երաժիշտերի ընտանիք է։ Դու ամուսնացար էլի մի մարդու հետ, որը դարձյալ երաժիշտերի ընտանիքից էր։ Այո։ Հայրը, չէ, Մարտինի հայրը հրաշալի արվեստագետ, երգիչ։ Գիտես ինչ, ես հիշում եմ, որ առաջին անգամ Մարտինին ես ավելի մոտիկից ծանոթացա, երբ ոսկե կլարնետ նախագիծներ, հա, մրցանակաբաշխություն ու Մարտինը առաջի տեղը գրավեց, ես ու Նարան էինք վարում, երգչուհի Նարան։ Այնտեղից հիշում եմ, սկսեց ու տեղից էլ գնաց ինձ թվում է, մի անգամից բացվեց նրա։ Այդտենց հաղորդում էլ վարում էինք ես ու Անի Քրիստին, տեղից էլ բանը առաջ ընկավ ու գնաց մեր Տաթևը Ասատրյան, կոչվում էր ամենակարող երգիչ։ Նախագծերը կարևոր, շատ կարևոր են։
Իհարկե, ոնց որ տրամպլին լինեն դրանք, Իհարկե։ բացվում են միանգամից, ճանաչում են, սիրվում են ու գնաց։ Դե պարզ է, նրանք ովքեր իսկապես արժանի էին, ճանաչվեցին ու սիրվեցին, շատ շատերին են եղել այդ նախագծերում, ոչ բոլորն են, որ ասեք, այդպես մեծ համբավով հետո շարունակել են։ Այ մարդու, ես նայում եմ ձեր ընտանիքը լրիվ տաղանդավոր։ Դու տաղանդավոր, Մարտինը հրաշալի երգիչ, սիրված երգիչ, լավ երգիչ, լավ ընկեր։ Տղադ այդպես դերասան, երգիչ, նույնիսկ եվրոտեսիլի գնաց։ Փոքր տղադ էլ ոնց որ արդեն սկսել է, հա, Ռոբը։ Լեոյի քայլերով իհարկե կեսկատակ միշտ ասում եմ Ռոբերտ չհամարցակվես, ասես ես ուզում եմ երգել, բայց հոգնել եմ այդ երգիչներից։ երևի բոլոր ընտանիքներում այդպես է, որ չէ, մեծին ուզում են կրկնօրինակել, երևի դա է ժամանակի հետ կանցնի, բայց ասում եմ, մամտես ես լավ եմ երգում, թե Լեոնա լավ երգում, մամտես ես լավ եմ այս անում, անդադար այդ բանը կա, համեմատականը միշտ կա, այդպես։ Լեոն, որ այդ ֆիլմում նկարահանվեց, մեր Գոր Կիրակոսյանի ֆիլմում շատ հետաքրքիր ֆիլմ էր ու շատ լավ էին խաղում, բոլորն էլ լավ ընտրված էին, էլի դերասանները, լավ թիմ էր հավաքվել ու որ խոսում էի ռեժիսորի հետ, մեր Գորի հետ, իր պապայի, մամայի հետ, Կարորի Ալլայի հետ, ասում ոնց է երեխեն, Մարտինից երեխեն ոնց է, Լեոն ասում, լսի ասում, բերաններից դուրս չեկած արդեն առաջադրանքը, ինք արդեն կատարում էր։ Հետո ասում ծնողներ, դուք այդ ժամանակ Ամերիկայում եք։ Մենք այդ ժամանակ այստեղ ենք, ասեցին, որ ֆիլմում նկարելու առաջարկ արեցին մեզ ու կանչեցին այդ քասթինգին։ Մենք ոնց որ 2 օրից պետք է մեկնեինք Ամերիկա։ Ասացի Գորին, այդպես նոր էլ ծանոթացել ենք, ասացի Գոր ջան, ճիշտն ասած մենք մեկնում ենք ու ես չեմ էլ պատկերացնում ինչպես կլինի։ Այդ ժամանակ 9 տարեկան երեխային մենակ թողնել ֆիլմում, փորձ չունի, ասեց Տատիկի մոտ մնաց։ Այո, ինչպես միշտ իմ 2 երեխաներին էլ հիմնականում մայրիկս է մեծացրել, հայրիկիս հետ ու ասեց ինչ որ մեկը չկա, որ այստեղ կմնա իր մոտ, դե ասեցի կա իհարկե, փորձ ունի 10 տարի այս մեր գնալ գալը միշտ մեկնելը երեխաներն էլ են արդեն սովորում այդ ռեժիմին, այդ կյանքին, ասեց տես, եթե նույնիսկ մեկը չլինի, մեր տանը կմնա Լեոնի իմ մոտ ու քասթինգը առանց քննարկման միանշանակ ինքն էր ընտրվել ու ես այդ 1 ամիսը շատ մեծ վախով էի, ավելին իրանացի կլինի գոնե 10 օրով տանեմ մեզ հետ, այնտեղ կպտտեմ Եվրատեսիլի այդ լարված ընթացքից, փորձերես են, հա, 10 օրով եկավ, ասեցի, բա հետո ոնց կվերադառնա, ասեց մեկը կլինի կվերադառնա, իր ընկերոջ հետ վերադարձավ այնտեղ ու այդպես ինձ էլ ու ես միշտ լարված սպասում էի, որ ինչպես կանցնի այդ ընթացքը, որ զանգահարում էին, ասում էին Լեոն կան պատրաստ միշտ կանգնած է։ Տես մեծ դերասաններ կան, որ ուշանալը կա, բանանում ես 2-3 դուբլ նկարում են, բան։ Ասում հələ բերանից դուրս չեկած առաջադրանքը ինք արդեն կատարում էր։ Հետո ուշանալ չուներ։ Մենակ պատվիրում էր տաքսիով գալիս էր փորձի ու գնում էր, ասում ու այտենց ասում ոնց որ մի 50 ֆիլմում նկարվել է։ Ու ամենակարևոր իրան փրկել է ինչը որ կոմպլեքս չունի։ Ազատ բան, ոնց որ հես 50-րդ ֆիլմն է իրա։ Շփման մեջ բոլորի հետ ինքը Եղավ Փոքրուց այդպես է եղել։ Մեր առաջին մասը ավարտվեց մեր սրույցի, արի անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր սրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդեն է եթերում, որից հետո կշարունակեմ իմ սրույցը մի հրաշալի երգչուհի, շատ լավ մարդ, ես իրան որպես մարդ էլ շատ սիրուն եմ ու հարգում, որտեղ շատ լավն է մեր Ռիպան։ Հրաշալի երգչուհի Ռիփսիմե Հակոբյանի հետ։ Գովազդի արդեն է եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Ռիփսիմե Հակոբյանի հետ։ Իբա ջան, մեկ անգամ եւս ասեմ, որ շատ ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես, հիմա տես ինչ եմ ուզում ասել։ Դու լավ երգչուհի, ամուսինդ լավ երգիչ, երեխան երգիչ։ Լավ, իսկապես Հայաստանում ստեղ երբ եք ուզում համերգ կազմակերպեք, մի հատ լավ ելույթ ունենաք։ Շուտով։ Պատկասում ես ինչ հետաքրքիր, ամեն մեկը ձեր երկրպագուներն ունեք ու պատկասում ես ինչ հետաքրքիր ամեն։ Շուտով մտածում ենք ու անպայման կարծում եմ կիրականացնենք։ Առաջին իհարկե մեր հայրենիքում, Հայաստանում, Աստված առաջ։ Իսկ ապագա ծրագրերի մեջ դա մտնում է։ Անպայման, շատ շուտով կլինի։ Լավ, իսկ փոքրիկը ինչ նախասիրություններ ունի Ռոբը։ Փոքրիկը դեռ մանկապարտեզ, փորձում է դիմակայել մեր ռեժիմին, այստեղ այնտեղ ամենուրին։
Դեռ այդպես չեմ կարող ասել։ Ամենակարևորը, որ մենք երբեք թե Լեոյի կյանքում եւ թե Ռոբերտի ապագայում որոշիչ դեր չենք լինի։ Ինքը ինչ-որ Ինչով զբաղվեն, որ ուղղությամբ գնան, որովհետև միշտ դեմ ենք ու ես միշտ ասում եմ Լեոյի քարը ավելի ծանր է, որովհետև այդպես է, չէ, հանրության շրջանակներում, որ հայտնի են ծնողները, ուրեմն իրենք ինչ-որ մասնակցություն ունեն ապագայի մեջ, բայց չէ։ Ես միշտ ասում եմ, եթե այլ բալիկներին ավելի այլ մի քիչ թեթև կնայեն, չէ, տենց խիստ չեն դատի, քո պարագայում ավելի խիստ են քեզ դատելու, դրա համար պետք է փորձես լավագույնից ներկայանալ։ Անպայման, եթե միջակայքում Եթե ընտրում ես այս մասնագիտությունը, պետք է փորձես։ Ռիփսիմե ջան, շուշուտ գնում եք Հայաստան, գալիս եք բարձր, բավականին երկար այստեղ եք մնում, հետո Հայաստանում, հետո նորից գալիս եք, հետո նորից գնում եք։ Ես ուզում եմ անպայման այդ հարցը տամ, որպեսզի այլ խոսակցություններ չլինեն ձեր շուրջ, էլի։ Եթե ասում են, ախր դեպորտ, չէ, դեպորտ են արել, գնացին, բան, այմար ես գիտեմ ընկերոջս են անգերս ասեց, որ դեպորտ են արել, բան, այմար ասում են, որ դեպորտ են արել, բայց մարդիկ ո՞նց են դից հաճախակի գնում։ Բացի դեպորտից, դեպորտ են արել, բացի դրանից, չեն արել, էլի, որով բացի դրանից ունենք բժշկական բիզնեսներ, դուք չգիտեք դրա մասին։ Հա, ամել ասի, որ մեծ բժշկական բիզնեսներ ունեն։ Չէ, որևէ բան չունենք։ Home care, hospice, էսպերի, չէ։ Աստված տա ունենանք, բայց Աստված ունենանք, բայց չէ, չունենք, գումար վաստակում ենք միայն մեր մասնագիտությամբ, մեզ դեպորտ չեն արել, ուղղակի գալիս է մի ժամանակ, որ հայրենիքը անվերապահորեն է քեզ հետ կանչում, ի սկզբանե էլ մենք այստեղ այնպես չի, որ հարմարվել կամ եկել ենք այն նպատակով, որ պետք է երկար ապրենք, չէ։ Ի սկզբանե էլ այդպես է եղել, որ պետք է գնանք, սա էլ մեր երկրորդ հայրենիքն է, այնտեղ որտեղ հայ կա, ակամայից դառնում է քո տունը, ասեք։ Այո, ճիշտ է։ Կարող է երգը լսել քո սիրուն կատարմամբ։ Ապրի Տաթևիկը, Ասատրյան Տաթևը, ապրի Նարեկը, գեղեցիկ այդ ապրեն Կարեն Սևակը, որ գործիքավորում են ու ապրես դու, որ այդքան սրտով, այդքան հավեսով դու ներկայացրեցիր այս երգը։ Շնորհակալ եմ շատ։ Շատ լավ էր, շատ, Ռիփսիմե ջան, արի հիմա էլ ասենք գովազդի, ձեր թույլտվությամբ։ Հետո նորից կշարունակենք մեր զրույցը, շատ այսքան համով ու հետաքրքիր զրույցը։ Սիրելի բարեկամներ, դարձյալ գովազդ է արդեն եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս, հրաշալի երգչուհի, շատ լավ մարդ, իմ ամենասիրած երգչուհիներից, որ որպես լավ մարդ էլ, մեր շատ սիրելի Ռիփսիմե Հակոբյանի հետ գովազդ է արդեն եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս իմ լավ ընկերուհու, իմ շատ լավ բարեկամ Ռիփսիմե Հակոբյանի հետ։ Ռիփսիմե ջան, աշակերտներ ունես։ Մոտ 3 տարի առաջ այստեղ հիմնեցի Armenian Voice Academy դպրոց ստուդիան։ Ունեի շատ տաղանդավոր աշակերտներ, հիմա էլ նրանց հետ կապս կա, քանի որ նման գործը պարտավորեցնող է շատ, իսկ մենք այնքան ենք բացակայում, այնքան ենք մեկնում ու հիմնականում մենք ապրում ենք Հայաստանում։ Այո։ Մենք բնակվում ենք Հայաստանում, դրա համար շատ բարդ էր պահելը, այդ կամուրջը անդադար էստեղ այնտեղի խանգարում է շատ բանին, բայց երեխաներից հետ կապը կա դեռ, նրանք ինձ համար շատ թանկ են, թե խորհուրդներով երբ պետք լինի ես միշտ պատրաստ, շատ կարևոր է։ Քո փորձը, քո իմացածը փոխանցել իհարկե նոր սերունդին։ Իդեպ շատ լավ սերունդ ունենք եկող։ Հրաշալի, հրաշալի։ Ես համաձայն եմ։ Ես շատ կուզեմ, որ բացի այն, որ տաղանդավոր սերունդ ունենք եկող, ես շատ կուզեմ, որ մեր մեծերին արժևորեն։ Այդ շատ կարևոր է։ Թեկուզ իրենցից մեկ սերունդ վերև գտնվող մարդկանց մի շապիկ ավել մաշած մարդկանց արժևորեն այլ կերպ։ Էդ է շատ, մի փոքր ինձ թվում է դա է հիմա պակասում։ Այո, այո։
Ռիփսիմե ջան, տես ասեցիք Տաթևը շատ սիրուն երգ էր գրել ու նվիրեց քեզ Տաթևը երգեր ա գրում ու շատ հետաքրքիր ամուսնու հետ միասին։ Կան բոլոր երգը Ռազմիկ Ամյան հրաշալի երգեր ա գրում, բոլոր համարյա երգիչները հեչ որ չէ մի հատ երգ ունեն գրած։ Դու ունես երգ գրած։ Մի հատ ունեմ գրած խոսքեր, երաժշտություն եմ այսպես շատ եղել ա, որ եկել ա, բայց չասեմ չեմ համարձակվել, բայց ընթացք չեմ տվել այդ ամենին։ Մի բան ասեմ, շատ մեր երգերի մեջ մեր մասնակցությունը շատ մեծ է։ Այսինքն երգը կարող է գրվել այսպես, երաժշտությունը դու փոփոխես, քոնը դնես, քո գույնը ու առհասարակ։ Այդ բեմում բանը թատրոնում էլ ատես, թատրոնում էլ ատես, դերասանը։ Երգը իմպրովիզացիան կա, բան կա։ Բա իհարկե, հետո կատարողը երգին կատարողն է։ Շունչ է տալիս, հոգի է տալիս։ Երգը կարող է լինել այսպես ու Հետո քեզ ասեմ, որ լավ երգը կարող են փչացնել, կամ միջակ երգը կարան շինել շատ սարքել ու մի շատ համով երեցիկ երգ։ Ես ունեմ մի երգ գրված, այն էլ այսպես չեմ ասում երգ գրել, երևի պորտկում է դա իմ մոտ։ Մայրիկիս երաժշտությունը կա Արսեն Գրիգորյանն էր մեր շատ ռոմանսների Արսեն, այսպես ասեմ, որ իրեն հիշենք, Արսենը գրեց երաժշտություն ու այսպես անկախ ինձանից խոսքերն եկա, որը որ համալիրի մենահամերգին 2018-ին կատարեցի Լեոյի հետ, այդ ժամանակ Լեոն դեռ 3.5 տարեկան էր։ Ու երգեց եք։ Հա, այս այն երգն է, մամի փոքր, օր ու գիշեր մամ, կողքիս ամեն ժամ, իմ փրկությունն ես ամեն վարքյան, հոգում իմ այնքան, չասված խոսքեր կան, ես քեզ համար մամ, կյանքս կտամ։ Շատ լավ, այնչի չէ շարունակում գրի էլի։ Կարող է մի 4-5 հատ գրես, մեջներից մեկը շատ սիրուն ստացվի։ Եթե կա մեջը, դա ափսոս է գրի փորձի գրել, կարող է եւ ստացվի ու լավ։ Այ ոնակ շատ սիրուն էր։ Առանց նվագակցության, առանց որևէ բանի, առանց էֆեկտների սիրուն գեղեցիկ կատարեցից։ Լավ, մենք պայմանավորվել էինք Ռիփսիմե ջան, որպեսզի դու իրական պատմություններ էլ պատմեիր։ Այսօր քեզ կազատեմ, չեմ թողնի անեկդոտ պատմես, որտեվ ասում ես, որ քո մոտ չի ստացվում։ Բացարձակ է, մենակ ձեզ մոտ է լավ ստացվում ինձ։ Լավ, ինչ իրական մի հետաքրքիր դեպք կպատմես։ Իրական շատ հումորային դեպքեր կան մեր կյանքում, որովհետև Մարտինն էլ է շատ հումորով իդեպ։ Գիտեմ։ Ու այսպես հավասար իրար ու քայլում ենք հումորի հետ, դրա համար ընտանեկան շատ, այո։ Ուրեմն երևի ինչ պատմեմ, հետաքրքիր, երևի կպատմեմ մի փոքր շունիկ ունեինք, շատ փոքրիկ։ Ու ինքը մեզ մեր սանիկն էր նվիրել։ 3 ձախուկներից ես ընտրեցի ամենափոքրը։ Դու մի ասա, հիվանդեր ես շունիկը։ Ու ինքը պրոբլեմ ուներ, չէր կարողանում վերևից ցատկել ներքև, ներքևից բարձրանալ վերև, բայց այս շունիկին ես պահեցի 10 տարի, պայքարելով էլ տարա իրա Ռուսաստանում իրա մայրիկը, որ կար մայր շունը, ումից որ վերցրել էինք իրա բժշկի մոտ տարանք, ամեն տեղ ուր ասես տարա, որ փորձեցի բուժենք, ոտքերի հետևի ոտքերի, դե պատկերացրու Մարտինը վազդակը պատմի, հետևի ոտքերի պրոբլեմ ուներ, ու այս շունիկին տարանք, ու իդեպ դեռ չենք ամուսնացել, նշանված ժամանակից շունիկը կար, ու արդեն Լեոն 2 տարեկան էր, գնացել ենք Դիլիջան ընկերներով, նոր տարում պետք է այնտեղ մնանք, մենակ այն լսեցինք, որ այս երեխեքը շան հետ խաղալուց վնասել էին, մեկ էլ Լեոն սենց ձեռքը բերեց, ատամն էին ինչ հարել, արունա մի գալից, մի ուշ կգնացել է շան, կես կիլո չկար։ Գրկեցի, լացեցի ձայնով, ես ինչ է կարել, ոնց կարելի է, ու սենց ինքը շատ թույլ էր էլի, արդեն այդ ժամանակ 8 տարեկան։ Այդ այն շունն է, որին որ բժիշկները ի սկզբանե ասում էին, չի ապրի ինքը, ես ասում էի դուք չգիտեք, կապրի ու ապրեցրեցի։ Մոտավոր 8 տարի։ Մարտինին ասի ինչ անեմ, ինչ ուզում ես արա իմ շանը հետ բեր, ես չեմ կարա, երեխեքին եմ ջղայնանում ես են, զանգեցինք Երևան բժշկին, ասեց Ռիփսիմե ջան, այս դեղը սրսկի,
Սրսկելը լսել ենք, բայց չենք լսել, որ այդ մի ամպուլայի 0.0000 ամբողջ մի տոկոսը պետք է սրսկենք։ Բռնեցի այդ ամբողջ դեքսամետազանը սրսկեցի շունը։ Ուրեմն այս շունը կարացած մի շաբաթ։ Մարտինն է լավ պատմում, սենց մնացել էր, դոզան շատ էր եղել։ Եկել են Երևան նոր շունը հետ է եկել։ Այդպես։ 8 տարի ապրեց այդ շունը։ 10, դրանից հետո եւս 2 տարի ապրեց։ Վա։ Ուրիշ ունես շատ հետաքրքիր պատմություններ ունես էլի տեսնում եմ։ Նման պատմություն, դե շատ պատմություններ կապված են երեխեքի հետ, չէ՞։ Կարճ, մենակ մի հատ կարճ պատմեմ։ Երևի կարճ կպատմեմ, որ մեկնում էինք Ամերիկա, այդ ժամանակ Լեոն էլի փոքր էր, 3 տարեկան, ու բիզնես կլասով էինք մեկնում, ու ես որ տեսա մեր վարպետին, Հարութ Բամբուկչյանին ասեցի, Լեո, խնդրում եմ ոչ մի լացել, ոչ մի աղմկել, դե ինքը միշտ հարցասեր, միշտ պետք է հարցներ, ինչի, դու պետք է միշտ իր պատասխանը տայ։ Ասի դե որովհետև մեր հետ մեր վարպետն էլ է մեկնում հիմա, ձայն չհանես, մարդը այստեղ է նստել, որ հանգիստ թռնի, որ կոմֆորտում լինի, որ էս մեկ էլ աչքս թերթեմ, տեսնեմ Լեոն չկա։ Հիմա վարպետին ասում է։ Բարև ձեզ։ Ինձ ասեցին, որ դուք երգիչ եք, մամաս ասեց, որ դուք Հարութ Բամբուկչյանն եք։ Ես եկել եմ ձեր հետ ծանոթանամ։ Տեսնեմ, են ձեր խոսում, այ մարտասի գնամ, տեսնեմ ինչ ողոսում։ Համարձակ է շատ։ Շատ վարպետը ասում է, բացի երգիչը, ասում է, ես նաև քո պապայի ընկերն եմ, ասում, ուրեմն դուք շատ լավ երգիչ եք, որ պապայի ընկերն եք։ Շնորհակալություն, Ռիփսի մեջ ջան, ավարտվեց մեր զրույցը, մեր հաղորդումը ավարտվեց, բնմա շնորհակալություն հայտնեմ քեզ, ցանկանամ լիքը հաջողություններ ձեր ընտանիքին, մենակ քեզ չէ, 3-ի 4-ից իրար հետ միասին։ Ես էլ շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ նույն ժամանակահատվածում ենք ապրում մեր մեծ վարպետների հետ, իդեմս ձեզ, այդ շատ մեծ պատիվ է մեզ համար, ուզում եմ, որ առողջ լինեք, երկար ապրեք, երկար լինեք էկրաններին, մեր հանդիսատեսը ձեզ շատ տեսնի, շատ մեծ պատիվ էր ձեզ մոտ հյուր լինելս։ Մերսի, շնորհակալ եմ Ռիփսի մեջ ջան, ուրեմն Գլենդելում իմ սիրած փողոցներից մեկը, բացի բրանդից բացի, այդ Քենեթ փողոցն է, շատ եմ սիրում, հատկապես այնտեղ քայլել այդ սրճարանները, բան։ Քենեթ փողոցի վրա Քենեթ Վիլիջ մի ծաղկի սրահ կա, հրաշալի ծաղկի սրահ, որոնք մեզ միշտ երբ գին է լինում իմ հյուրը, ծաղիկներ են ուղարկում։ Ես գնում եմ անձամբ վերսում ու բերում եմ, որպեսզի իմ ձեռքով հանձնեմ մեր հյուրին։ Հիմա մի համեստ գեղեցիկ ծաղկեփունջ ուզում եմ նվիրել քեզ ու ցանկանալ, որ ձեր ընտանիքի համերգին անպայման ներկա կլինի։ Անպայման, մեծ սիրո։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, մի շնորհակալ։ Ոչ շնորհակալ եմ։ Հաջողություն։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց ևս մեկ հաղորդում, իմ հյուրն էր հրաշալի երգչուհի շատ լավ մարդ Ռիփսիմե Հակոբյանը, իսկ այժմ մեր հաղորդման վերջին եզրափակիչ խոսքերը։ Մեծերը փառքի հետևից չեն վազում, փառքը ինքն է փնտրում նրանց ու գտնում, այս խոսքերն ասել է Եղիշե Չարենցը, այսքան բան սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Բժշկուհի ջան, լսում եմ հայրիկ ջան։ Ի խնդրանքով եմ եկել քո մոտ մի խորհուրդ ու մի ճարարա փրկի ինձ։ Ինչ կանգատ ունեք։ Բալես, շոտ եմ քնում, ինքան եմ քնում, առավոտյան արտանում եմ քնում, մի կտոր հացեմուտում քնում եմ, ցերեկը արտանում եմ, մի փոքր հացեմուտում էլի քնում եմ, ինքան եմ քնում, որ նույնիսկ երեխեքից չեմ կարողանում թորներից սիրեմ, հա։ Բայց այնքան ինչքան, քանի ժամ մոտավոր գոնե։ Դե օրվա մեջ մի հետ չի պես 25 ժամ քնում եմ։ Հայրիկ ջան, օրը 24 ժամ ունի։ Դու ո՞նց ես 25 ժամ քնում։ Հա, վալա ջան, ես մի ժամ շուտ եմ քնում։